431-ից 404 թվականներին Հունաստանում քաղաքացիական պատերազմ է ծավալվում մի քանի խոշոր դերակատարների միջև, որոնց իհարկե միավորում էին Աթենքը եւ Սպարտան։ Պատերազմում ի վերջո փոխնիփոխ հաջողություններից հետո հաջողության է հասնում Սպարտան, որին աջակցում էր Աքեմենյան Պարսկաստանը, եւ այդ պատերազմի իբրև արդյունք ոչ միայն քաղաքական նոր կացություններ Հունաստանում, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական նոր մթնոլորտը։ Այստեղ այնքան մարդիկ հուսալքված ու բարոյալքված վիճակում են հայտնվում, որ ձևավորվում է վարձկանի հոգեբանություն։ Եվ այս հոգեբանության պայմաններում ի հայտ են գալիս նույնիսկ մարդիկ, ովքեր որ մեծ թվով վարձկաների էին հավաքում եւ գումարի դիմաց տեղափոխում այլ պետությունների համար պատերազմելու կամ միմյանց դեմ օգտագործելու համար։ Եվ ահա Քսենոփոնը, որ ոչ միայն իր ժամանակաշրջանի հեղինակ էր, ոչ միայն ստեղծագործող էր, այլ նաև հին Հունաստանի քաղաքական գործիչներից էր, զորավար էր, ձևավորում է վարձկանական զորամաս 10,000 մարդիկ, ովքեր պետք է մասնակցեին Աքեմենյան տերության արքայից արքա Արտաքսերքսեսի դեմ նրա կրտսեր եղբոր Կյուրոս կրտսերի ապստամբությանը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։